Բարև ձեզ, սիրելիներս, մենք դեսեր շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք Բաղավատամի երկրորդ երկի 9-րդ գլուխը, որը ինքը կոչվում է Շոկադեվը Գոսվամին, շարունակում է պատասխանել Պարիքշիտ Մահարաջի հարցերին։ Մենք ձեզ հետ տեսանք, որ այդ բոլոր պատասխանները իրենք բավականին հետաքրքիր թեմաներ էին շոշափում եւ շարունակում ենք Շուկադեվը Գոսվամին ինքը շարունակում է խոսել Տեր Բրահմայի, այսինքն երկրորդական արարչի եւ նյութական աշխարհի բանականության մարմնավորման հետ կապված բոլոր իրադարձությունները, դրա հետ մեկտեղ մենք պետք է հիշենք, որ Տեր Բրահման ինքը նաև նյութական աշխարհի կրքերի գոյավիճակի ղեկավարն է։ Եվ այսպես Տեր Բրահման Շուկադեվը Գոսվամին ինքը շարունակում է նկարագրել։ Տեր Բրահման կիսաստվածների օրացույցով 1000 տարվա ընթացքում ճգնությունով էր զբաղված, նա լսեց երկնքից հնչած տրասցենդենտալ ձայն, այն ընդունեց որպես աստվածային եւ հնազանդվելով այդ ձայնին կառավարեց իր միտքն ու զգայարանները։ Նրա կատարած ճգնությունները դաս են բոլոր կենդանի էակների համար։ Այդպիսով նա ճգնավորից մեծագույնի համբավ ձեռք բերեց։ Մենք ձեզ հետ երեք մի թեթև քննարկեցինք այս տեքստը, խոսելով ճգնությունների մասին, չէ, եւ այստեղ ինքը շատ կարեւոր թեմա էր, այն թեման, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը կապի մեջ է մտնում կենդանի էակի հետ։ Եվ դա կարող է արտահայտվել, ասենք, կենդանի էակի պայծառաիմացության տեսքով, կարող է արտահայտվել պայծառատեսության միջոցով եւ կարող է արտահայտվել պայծառալսողության միջոցով։ Բայց մենք դες հետ քննարկեցինք նաեւ, որ այդ նույն կանալներով, կենդանի էակի հետ կարող են կապի մեջ մտնել ուրիշ կենդանի էակներ, որոնք իրենք նուրբ մարմին ունեն, որոնց հետ ուրեմն այդ նուրբ մարմնով կարելի է կոնտակտի մեջ մտնել, այսինքն իրանք չունեն այն կոպիտ ֆիզիկական մարմինը, որը ունենք մենք, եւ աներևույթ են, եւ որպեսզի իրանց հետ կոնտակտ լինի, կենդանի էակը ինչ որ յուրահատուկ զգայարան պիտի աշխատի իր մեջ, եւ ուրեմն այստեղ անմիջապես այդ հարցն է առաջանում, թե ինչպես տարբերենք, որ կոպիտ ասած, որ ձայնն է, որ Աստծուց է, եւ որ ձայնն է, որ ոգիներ են խոսում։ Իրականում թեման ինքը բավականին պարզ է։ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը նյութական աշխարհում ապրող կենդանի էակների հետ շփվում է միայն հիմնականում, այսպես ասենք, շփվում է իր արարչի մարմնավորումով։ Այդ արարչի մարմնավորումը, չէ, ինքը իրականում ուրեմն շատ կարևոր կետ է, որը մենք պետք է հասկանանք, որովհետև որպես արարիչ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը պատասխանատու է նյութական աշխարհի առաքինության գոյավիճակի համար։ Հետևաբար, ցանկացած բան, որը տեղի է ունենում ոչ առաքինի կենդանի էակի կյանքում, նա չի կարող ունենալ աստվածային բնություն։ Գերբնական, խնդրեմ, բայց ոչ աստվածային։ Այս գաղափարը մենք պետք է շատ լավ ընկալենք։ Ինչու համար։ Ինչու է սա կարևոր։ Առաջին հերթին սա կարևոր է նրա համար, որ եթե մենք գործ ունենք, օրինակ, ոգիների հետ, մահացած մարդկանց ոգիների հետ, կամ ուղղակի ինքնասպան եղած ոգիների հետ, որոնք իրենք, ասենք, չեն կարողանում ստանալ կոպիտ նյութական մարմին, եւ այլն, այսինքն, որոնք իրենք նյութական աշխարհի ապրողներ են, բայց ունեն նյութական աշխարհում նուրբ մարմին,
չունեն կոպիտը։ Եվ իրենց տեսնելու համար պետք է բացված լինի այդ զգայարանը, այսինքն այն ինչ-որ մենք սովորաբար կոչում ենք երրորդ աչք, որի միջոցով այդ կենդանիակներին կարելի է տեսնել։ Հիմա, ուրեմն, տեսեք, այդ կենդանիակները իրենք կարող են գտնվել նյութական աշխարհի տգիտության գոյավիճակի ազդեցության տակ, նյութական աշխարհի կրքերի գոյավիճակի ազդեցության տակ, հա, եւ կարող են լինել նյութական աշխարհի առաքինության գոյավիճակի ազդեցության տակ։ Կրքերի եւ տգիտության գոյավիճակի ազդեցության տակ գտնվող նուրբ մարմիններ տիրապետող կենդանիակները իրենք շփվում են միայն եւ միայն այն կենդանիակների հետ, որոնք իրենք ունեն, ուրեմն իրենց որոնց վրա ազդում է տգիտության գոյավիճակը եւ կրքերի գոյավիճակը։ Առաքինության գոյավիճակը ղեկավարում է Գերագույն Աստծո անձնավորությունը, եւ ինքը հովանավորն է եւ պաշտպանը, եւ նյութական աշխարհում օգտագործում է որևիցե կենդանիակներին իր նպատակները իրականացնելու համար, իսկ որպես արարիչ Գերագույն Աստծո անձնավորությունը նյութական աշխարհում գործում է որպես կրոնականությունը հաստատող եւ պաշտպանող անձնավորություն։ Եվ երբ որ անձնավորությունը ինքը չունի առաքինի սովորություններ եւ չի արտահայտում առաքինի բնություն, ինչպիսի գերբնական ուժերի ուզում է ինքը տիրապետի, հասկանում եք, դա աստվածային բնույթ չի կրում։ Այսինքն, առաջի գաղափարը, որ մենք պետք է հասկանանք, դա նա է, որ գերբնական ուժեր կարող են ունենալ ինչպես առաքինի անձնավորությունները, այդպես էլ տգիտության եւ կրքերի գոյավիճակի մեջ գտնվող անձնավորությունները։ Գերբնական հնարավորությունները առաքինի անձնավորություններին տալիս է Գերագույն Աստծո անձնավորությունը, իսկ ոչ առաքինի կենդանիակներին տալիս են տգիտության եւ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ գտնվող ոգիները։ Այն ռուսերեն բառերը չեմ կարող թարգմանել, ասեմ մենակ ոգիները, հա, այսինքն նուրբ նյութական մարմին ունեցողները։ Ինչու է սա կարևոր։ Սա կարևոր է այն պատճառով, որ երբ որ ինչ-որ մի ինֆորմացիա տալիս է Գերագույն Աստծո անձնավորությունը, այդ ինֆորմացիան միշտ է լինում անսխալական։ Հասկանում եք։ Եվ օրինակ, երբ որ ինքը ինչ-որ մի ինֆորմացիա է տալիս առնվազն առաքինության գոյավիճակի մեջ գտնվող կենդանիակի, առաքինության մեջ գտնվող կենդանիակը, այսպես ասենք էլի, ամեն ինչ չի, որ ասում է, ինչ որ ինքը տեսնում է կամ ինչ որ ինքը գիտի։ Հիմա այդ նույն երևույթը կարող է տեղի ունենալ եւ նրանց հետ, ովքեր որ գտնվում են տգիտության եւ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ։ Այդպիսի անձնավորություններն էլ նույնպես կարող են լինել շատ հզոր պայծառատեսներ, կարող են լինել շատ հզոր կախարդներ, բայց իրենք միշտ ծառայում են թշնամանքին եւ մրցակցությանը եւ կարող են շատ յուրահատուկ, այսպես раздражение, բան զգան էլի, անտիպատիա զգան, հա, առաքինի անձնավորությունների հանդեպ։ Ես էլ չեմ խոսում նրա մասին, որ հենց իրար էլ բոլորը սպանում են։ Երբ որ գերբնական ուժերի տիրապետում են առաքինի կենդանիակները, առաքինի պայծառատեսները իրենք իրար հետ համագործակցում են։ Ինչի շուրջ, կրոնականության շուրջ։ Ինչու, որովհետև եթե իրանք գտնվում են առաքինության գոյավիճակի ազդեցության տակ, դա նշանակում է, որ իրանք կապ ունեն աստվածային էներգիաների հետ եւ կարողանում են ընկալել Գերագույն Աստծո անձնավորության նպատակները։ Նրանք, ովքեր տգիտության գոյավիճակի ազդեցության տակ են եւ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ, իրանք պայծառատեսության միջոցով կարող են տեսնել իրադարձությունները, բայց աստվածային մտահղացումները չեն կարող ընկալել։ Ինչու՞, որովհետև չունեն համապատասխան մաքրություն եւ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդպիսի կենդանիակների հետ ընդհանրապես ոչ մի գործ չունի։
Հիմա, եւ սա սև սպիտակ է։ Հիմա սիրելիներ, չէ՞, ուրեմն տեսեք Մահաբարատայում, չէ՞, կա այսպիսի մի հատ էպիզոդ, որը ինքը խոսում է հենց այդ երևույթի մասին։ Որ ուրեմն Յուդհիշթիրային եւ Պանդավներին ինչ որ բաներ էր ասում Գերագույն Աստծո անձնավորությունը եւ նրա մաքուր նվիրալ Վիդուրան, այսինքն Պանդավների քերին։ Իսկ Դուրյոթանային, որի հետ հակաբարտության մեջ էին գտնվում Պանդավները, կամ սխալ ասեցի կներեք, որը հակաբարտության մեջ էր գտնվում Պանդավների հետ, հա, նրա հետ էին կոնտակտի մեջ մտնում գերբնական ուժեր ունեցող նուրբ մարմնով էակներ։ Եվ իրենք Դուրյոթանային ասում էին, դու կարծում ես սա քո պատերազմն է Պանդավների հետ։ Ոչ, սա մեր պատերազմն է կիսաստվածների հետ, եւ մենք քեզ երաշխավորում ենք, որ դու հաղթելու ես այս պատերազմում, որովհետեւ մենք կանգնած ենք քո մեջքի հետևում։ Կարծում եմ, որ այդպիսի մի էակի հետ էլ շփվում էին Հիտլերի պայծառատեսները, որոնց օգնությանը Հիտլերը շատ ինտենսիվ դիմում էր, չէ՞։ Եվ տեսեք, ասենք, վերջում նույնիսկ այն պահին, երբ որ արդեն ակնհայտ էր, որ Պանդավները հաղթում են, միևնույն է, այդ էակները Դուրյոթանային ասում են, կռվի, էլի կռվի, միևնույն է, վերջում դու ես հաղթելու։ Եվ վերջում Դուրյոթանան ուղղակի սպանվեց։ Այսպիսի իրադարձություններ, այսպիսի իրավիճակներ կարող են լինեն, հա, երբ որ պայծառատեսությունը ինքը գալիս է այդ տակից, այսինքն տգիտության եւ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ գտնվող ոգիներից։ Չէ՞։ Կան պայծառատեսներ, որոնք իրենք ասենք լավ, այդտեղ չխորանանք հիմա այդ խոսակցությունը բան չի։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն, իսկ այստեղ նկարագրվեց, չէ, որ ուրեմն Տեր Բրահման ինքը լսեց այդ տրանսցենդենտալ ձայնը, այս թեման ենք քննարկում, եւ ինքը դա վերագրեց Աստծուն։ Ինչու՞։ Որովհետեւ այդ ձայնը իրան ասեց ճգնություն։ Հասկանում եք։ Մենք պետք է հասկանանք, որ գերբնական ուժեր ունեցող այն կենդանիակները, որոնք իրանք կարող են կենդանիակի հետ կապի մեջ դուրս գալ, որպեսզի իրեն գերբնական ուժեր տան, հա, նրանք կենդանի էակից միշտ պահանջում են ինչ որ մի արատավոր բան։ Կարող եմ օրինակ բերել։ Ես ունեի մի ծանոթ ընկերուհի, մենք փոքր էինք այդ ժամանակ, երբ ընկերություն էինք անում, 6-րդ, 7-րդ դասարանի աշակերտներ էինք, եւ իր ծնողները իրանք բաներ էին, գեոլոգի, հայերեն չգիտեմ ոնց է գեոլոգ, հա, ուրեմն գեոլոգի, եւ բաներ, ամեն անգամ, երբ որ գալիս էր ամառվա արձակուրդները, իր ծնողները վերցնում էին իրան եւ իր եղբորը եւ հիմնականում գնում էին Ռուսաստանի տունդրաներում հետազոտություններ անելու։ Մի անգամ այդ իմ ընկերուհին, երբ որ ինքը ընդամենը 12 տարեկան էր, անտառում տայգայում հանդիպում է մի ծեր բանի ծգանի գնչուի, հա, գնչուհի տատիկի, որը մոտենում է այս երեխային եւ ասում է, ուզում ես տեսնես ավելին, քան աչքերով ես տեսնում։ Դե Լուիզան էլ շատ է հասկանում ինչի մասն է խոսքը, ասում է, այո, ուզում եմ։ Այս կինը իրան ձեռնադրում է անում, փոխանցում է գերբնական ուժեր։ Եվ պայմանը ինչպիսին էր։ Ինքը վերջում ասում է, ամեն անգամ երբ դու կուզես ինչ-որ մի բան տեսնես, որ հասկանաս թե ինչպես է կատարվում, մի փոքրիկ բաժակով 2 կում օղի խմի։ Հասկանում եք, հենց այդ որ ինչպես է բացվում այդ պարտալը, всё, այնքը արդեն խոսում է նրա մասին, որ իրականում այդ ուժերը իրանք գալիս են տակից, ներքևից կներեք, ոչ թե տակից, այլ ներքևից։ Հա,
Այսինքն նիժնի աստրալ, այդ ներքևի աստրալից է գալիս։ Հիմա դա բոլորովին չէր խանգարում իրեն, հա, լինել ահա որ բարձրակարգ պայծառատես։ Երբ որ ինքը այդ երկու կումողին խմում էր, իմ կյանքում այդպիսի դեպք է եղել, երբ որ իմ մտերիմները ծանոթները իրենք շատ կարևոր բան էին կորցրել։ Եվ ես հիշեցի Լուիզայի մասին, զանգ արեցի իրեն, գնացի իր մոտ, ասեցի լսի Լուիս, դու պետք ես ինձ այստեղ, այդպես մարդիկ կան, որ ինձ համար կարևոր է, որ իրանք գտնեն այն ինչ որ իրանք կորցրել են, խնդրում եմ, եթե կարելի է օգնի։ Եվ գիտեք, օրինակ մենք նստեցինք մեքենա, հա, եւ ես սկսեցի իրան, ինքը Երևանից մի փոքր դուրս էր ապրում, սկսեցի բերել իրան դեպի Երևան։ Երբ որ մենք մտանք Երևան, ես ինչ որ միտեղ ասեցի, այստեղ թեքվեք ձախ։ Լուիզան էսպես բռնեց իմ ձեռքը, ասեց այ դու հիմա հանգստացի, ես կասեմ, թե ուր ենք գնալու։ Հա, եւ գիտեք ինքը այդպես ձախ արա, աչ արա, ձախ արա, աչ արա, տարեց եւ հենց այդ տան դիմացը ասեց այստեղ կանգնի։ Ասեց այստեղ է, չէ՞։ Ասեցի այո։ Հասկանում եք։ Երբ որ մենք իջանք, ինքը մանրամասնորեն նկարագրեց, թե ով է տարել, ինչու է տարել, որտեղ է թաքցրել եւ հիմա ինչի համար է թաքցրել եւ այլն։ Հասկանում եք։ Այսինքն մենք պիտի հասկանանք, որ պայծառատեսության մակարդակը, սա է խնդիրը, որ պիտի հասկանանք, դեռ չի խոսում նրա մասին, որ ինֆորմացիա տվողը դա աստվածային ուժերն են։ Մենք պետք է նայենք, թե ինքը անձնավորությունը, ինքը որ գոյավիճակի ազդեցության տակ է։ Օրինակ, եթե ինքը մսակեր է, ծխող, խմող, ասենք, ինտոքսիկացիաներով զբաղվող, կեղտոտ բերան ունի, կարող է հայհոյել, չգիտեմ, այլանդակ բառեր ասել, եսի ինչ, դա նշանակում է, որ ինքը գտնվում է տգիտության եւ ամենաբարձրը կրքերի գոյավիճակի ազդեցության տակ։ Եթե ինքը գտնվում է այդ գոյավիճակի ազդեցության տակ, ձայները, կերպարները, ով ուզում է լինի, այն ամեն ինչ որ ինքը տեսնում է, աստվածային բնություն չունի։ Հասկանում եք։ Եվ ինչ որ իմաստով, այդտեղ ուղղակի չեմ ուզում խորանամ, որտեղ դա շատ կեղտոտ թեմա է, կարող ես առավոտը չզարթնել, էլի, եթե այդ թեման մի քիչ շատ փորփրես, հա, մի քիչ այսպես թռուցիկ ասեմ, հա, օրինակ ինչ որ իմաստով, չէ, այդ ինկվիզիցիայի ժամանակ համ էլ այդպիսի էակներին կարող է բռնեին, էլի, երբ որ այրում էին, համ շատ իմացողներին էին, իրականուց լուսավորներին էին բռնում եւ այրում, որպեսզի մնան մենակ նրանք, որտեղ ասենք, նա ովքեր որ իրականացնում էին այդ ինկվիզիցիայի պերիոդը, չէ, այդպիսի դաժանություններ հոգեվոր մարդիկ չեն կարող անել։ Այն դաժանությունները, որը կատարվում էր այդտեղ, դա արդեն իսկ խոսում էր, որ այդքան էլ հոգեվոր մարդիկ չի, որ իշխում են այդ կրոնականության շարժման մեջ, այդ ուղղության մեջ, հասկանում եք, չէ՞։ Այսինքն, եթե մենք ուզում ենք հասկանանք, թե օրինակ այդ իմաստով, չէ, մենք որ ասում աչքիս լույսը չէ, նичего личного, հա, բայց ես չեմ կարող չընդունել, որ օրինակ Ռուսաստանի բան քրիստոնյա եկեղեցին, չէ, կամ այդ պրավոսլավնե направлениան էլի, չէ, իր մեջ ահա որ քանակությամբ, այ հիմա է, սա շատ կարևոր է, ահա որ քանակությամբ իրական ճգնավորներ կան։ Հասկանում եք, եւ ահա որ քանակությամբ շատ հզոր էզոտերիկներ կան, եւ ահա որ քանակությամբ շատ այդ պրոստը ճգնավորներ կան։ Եվ քանի դեռ այդպիսի ազնվորություններ կան, կոպիտ ասած Ռուսաստանին այսպես ծգների վրա նստացնելը շատ դժվար է։ Ինչ որ նեղություններ տալ, որովհետև այնտեղ համել սատանայությունն է շատ դրա հաշվին։ Հա, այդպես կարող է լինել, չէ՞։ Բայց ամեն մի արատավոր քայլի համար պատիժնել ինքը ինչ որ մի հատ վերջ ունի։ Չէ, ասենք ենթադրենք, ինչ որ մի վատ բան արեցին, 10 տարի տառապեցին։ 10 տարին բրծավ, всё։ Այդ տառապանքը վերջացավ, սկսեց ինչ-որ մի հատ նոր բան, մինչև հաջորդ անգամ ինչ-որ մի լուրջ սխալ քայլ անեն, արատավոր քայլ անեն, չէ՞։ Եվ ասենք, այս ինքը շատ կարևոր կետ է, հասկանում եք, հիմա,
Այդ Տեր Բրահման ինքը դրա համար հասկացավ, որ ձայնը աստվածային է, որովհետև այնինչ այդ ձայնը պահանջեց, այսինքն ճգնություն, զգայարանների զսպվածություն, այդպիսի բան պահանջում է միայն Աստված։ Հասկանում եք։ Օրինակ ասեք դուք կարող եք YouTube-ը հիմա այսպես թափած է այդպիսի ռոլիկներ, չէ՞։ Կարող եք նստեք, ասեք մի քանի հատ ռոլիկ նայեք, տեսնեք թե ասենք այդ մագիայով զբաղվողները, չէ՞, իրանք ինչ ծիսակատարություններ են առաջարկում։ Եվ այդտեղ կա այդպիսի մի հատ գաղափար, կներեք էլի, այմավոր սպանեք հայերեն չեմ կարող ասեմ, կոչվում է օդկուպ։ Այսինքն, երբ որ դուք ինչ-որ ծիսակատարություն եք կատարում, ենթադրվում է, որ այդ ծեսը իրականացնելու են ինչ-որ նուրբ էակներ, չէ՞։ Եվ ասենք վերջում ձեզ ասում են, մի տեղ ծառի տակ կարող եք դնել մի կտոր միս կամ մի քիչ խմիչք, մի բաժակ օղի լցնել ծառի տակ, չգիտեմ ինչ, չէ՞։ Երբ որ այդպիսի բաներ է առաջարկվում թողնել, դա միանգամից նշանակում է, որ այդ գործողությունը իրականացնողը ինքը տգիտության եւ կրքերի գոյավիճակի մեջ գտնվող ոգի է լինելու։ Եվ այդտեղ աստվածային ոչինչ չկա։ Հասկանում եք։ Եթե ձեզ ասում են, այդտեղ կարող եք թողնել ինչ-որ մի հատ միրգ կամ ինչ-որ մի հատ քաղցրեղեն, դա հələ սենց մի քիչ կասկածելի է, որ կարող է ուղղակի կրքի գոյավիճակի ազդեցության տակ ինչ-որ մեկը լինի։ Ասենք ոչ լրիվ տգիտության, էլի։ Ինքը ծեսը, ինքը խոսում է նրա մասին, թե ով է այդ ծեսը իրականացնելու։ Հասկանում եք։ Եվ դրա համար այստեղ ինչև ես այսքան երկար խոսում, որովհետև այստեղ հարց է առաջանում, չէ՞։ Հիմա ասենք Մովսեսն էլ, չէ՞։ Մովսես, չէ՞ երևի հայերեն։ Մովսեսն էլ, չէ՞, ինքը ինչ տեսավ, ինքը վառվող ծառից լսեց ձայն եւ մտածեց, որ դա Աստծուց է։ Հիմա Բրահման ինքը ուրեմն խորասուզվեց այդ ջրերի մեջ, որպեսզի գտնի այդ լոտոսի ցողունի արմատը, որ հասկանա թե ինքը որտեղից է առաջացել, որ հասկանա թե ինչու համար գոյություն ունի, հա? Եվ ինչքան գնաց չկարողացավ ցողունի վերջը գտնի, եւ ինչ-որ ձայն լսեց, որը ասեց ճգնություն։ Եվ Շուկադեվը Գոսվամին ինքը ասեց, այսինքն նախադասությունը ինքը այսպես չէր, էլի որ Բրահման լսեց աստվածային ձայն, հա? Ինքը ասեց Բրահման լսեց ձայն, չէ՞, այն ընդունեց որպես աստվածային եւ հնազանդվելով այդ ձայնին կառավարեց իր միտքն ու զգայարանները, չէ՞, ուրեմն այ որ առաջարկվում է որևիցե մի գործողություն, որտեղ կենդանեակը պիտի միտքն ու զգայարանները ղեկավարի, այդ ճգնությունը առաջարկում է Աստված կամ որևիցե կամ կիս Աստված, այսինքն առաքինության, առնվազն առաքինության գոյավիճակի մեջ գտնվող կենդանի էակ։ Եվ սա շատ կարևոր կետ է, հասկանում եք, որովհետև մարդիկ սովորաբար ցանկացած գերբնական բան համարում են աստվածային եւ խաբված են լինում։ Հասկանում եք, հատկապես երբ որ, ասենք, այդ ոգու հետ գործ ունեցողը ասում է իմ սուրբը կամ Աստված, ես Աստծուց եմ ստացել։ Իսկ իրականում կոպիտ ասած սատանայի ծառայից է ստացել։ Աստված բառը ինքը դեռ չի նշանակում, որ դա նկատի ունեն այն ինչ որ հոգևոր մարդը նկատի ունի։ Աստված բառը դա ուրեմն այն ազնվորությունն է, որը այդ մարդու երկրպագման օբյեկտն է, չէ՞։ Նույնիսկ ասենք կրքի գոյավիճակի ազդեցության տակ կենդանեակները իրենք կարող են այն ազնվորությանը, որի հանդեպ տրփանք են զգում, այն ինչ որ մենք այս աշխարհում կոչում ենք սեր, չէ՞։ Եվ իրանք կարող են ասել դու իմ Աստվածն ես։ Դա չի նշանակում, չէ՞, որ այդ ազնվորությունը ինքը Աստված է։ Այսինքն, երբ որ ինքը այդ բառը արտասանում է, այդ պահին ինքը նկատի ունի կնոջը։ Կամ այդ պահին կինը նկատի ունի ինչ-որ մի հատ տղամարդու։
մեղքերի մեջ թաղված եւ նա հասկանում եք եւ այն նույն ձևի չէ նրանք ովքեր երկրպագում են ցածր այդ ներքևի ստորին աստրալի ուրեմն էակներին իրանք էլ են ասում իմ Աստվածը ես մի հատ այդպիսի անձնավորություն գիտեմ, որ ինքը գերբնական ուժեր ունի, հա, ու ինքը շատ է հոլովում Աստծո անունը։ Ես մեկ-մեկ որ ջղայնանում եմ, իրան այդպես էլ ասում եմ, որ դու, երբ որ դու ասում ես Աստված, քո միակ Աստվածը սատանան է, որովհետև քո գործերը աստվածային չեն։ Հասկանում եք սիրելիներս, չէ՞, այսինքն այստեղ գրագիտություն ունենալը ինքը շատ կարևոր է, որովհետև մենք այլ պարագայում կարող ենք լինել խաբված, չէ՞, ինչպես օրինակ ասենք, շատ ու շատ մարդիկ, որոնք իրենք օրինակ գնում են նրանց մոտ ում անունը նայող է, օրինակ բոլորը ինձ տերեն, հա, եւ իրանց մեջ կան այդպիսի անձնավորություններ, չէ, որոնք իրանք նախանձ են։ Հասկանում եք, տեսեք, օրինակ եթե մարդու պայծառատեսությունը կամ իր հզորությունը չի կարողացել իրան երջանկացնել, այդ դժբախտ պայծառատեսը, որը ինքը, եթե արդեն ինքը դժբախտ է, դա նշանակում է, որ եթե ինքը ասենք ծխում է, խմում է, մսակեր է, չգիտեմ, այդ բոլոր տգիտության եւ կրքի գոյավիճակի բոլոր սովորությունները ունի, դա նշանակում է, որ իր գիտակցությունը գտնվում է այդ երկու գոյավիճակների ազդեցության տակ։ Իսկ այդ երկու գոյավիճակների ազդեցության տակ կենթանի էակը ինքը կամ թշնամանք է տածում բոլորի հանդեպ, կամ մրցակցում է բոլորի հետ առավելություն ունենալու համար։ Եվ հիմա հանկարծ այդ պահին ինչ-որ մի տաղանդավոր կամ շատ լուսավոր մարդ հայտնվում է ինչ-որ ծանր իրավիճակի մեջ, որտեղ ինքը այդ պայծառատեսի կարիք է ունենում, որպեսզի կարողանա այդ իրավիճակից դուրս գա։ Հիմա ինքը գնում է այդ պայծառատեսի մոտ, որը ինքը դժբախտ է։ Ինքը ինչպես կարող է ընդհանրապես ուզենալ վերականգնել այն մարդուն, որին երբ որ ինքը վերականգնի, այդ մարդը իրանից 100 գլուխ բարձր է լինելու։ Այ եթե ինքը կարող է ինչ-որ մեկին ասենք ճանապարհ բացի, հաջողություն տա բան, բայց արդյունքում այդ հաջողություն ունեցողը միշտ մնա իրանից ցածր, այսինքն իրանից կախված։ Այդտեղ խնդրեմ, ինքը կարող է եւ օգնել, եւ առաջ տանել, եւ այսինչ փող աշխատել, սա անել, նա անել, բայց երբ որ ինքը տեսնում է, որ իր առաջ մի անձնավորություն է, որը այս պահին, ռուսերեն ասում ենք վիդե, попал в беду, ոչ մի պայծառատես այդպիսի մարդուն չի օգնի։ Հակառակը, այնտեղ միշտ բան է, այդ օրենքն է գործում, որ հենց որ ցուլն ընկնում է, դանակավորները շատանում են։ Եվ ամեն մի պայծառատես, որին այդ մարդը կդիմի, այն աչքի ունքի տեղը աչքն էլ կհանի եւ կտա իր ձեռքը։ Ինչու՞, որովհետեւ իր հիմքը կրքերն են եւ թշնամանքը եւ նախանձը։ Եվ պայծառատեսությունը իր ձեռքերում, դա ընդհանրապես իր բարեկեցության զենքն է։ Իսկ նախանձը իր բնական բնությունը։ Հասկանում եք։ Եվ սա իրանք հոգեբանական տեսանկյունից, չէ, շատ կարևոր կետեր են։ Եւ մենք պետք է կարողանանք գնահատել ընդհանրապես, էլի։ Հասկանում եք։ Այլ ոչ թե այնպես, որ ասենք դե հիմա կներեք իհարկե, ասենք բացահայտորեն սատանային ծառայող անձնավորությունը կարող է նստել եւ համբավ ունենալ, որ ինքը սուրբ է։ Ուղղակի այն պատճառով, որ գերբնական ուժեր ունի։ Ուրեմն մենք պիտի հասկանանք, որ ամեն մի գերբնական երևույթ չի, որ աստվածային բնություն ունի։ Այսա ուրեմն շատ կարևոր կետ էր։ Ուրեմն Տեր Բրահման ինքը ընդունեց, որտեվ եթե ինքը չհասկանար, որ դա աստվածային ձայն է, ինքը չէր ենթարկվի։ Ինչու՞, որովհետև մենք ասեցինք, մեր հիմիկվա տիեզերքի Տեր Բրահմայի դիրքը զբաղեցնող հոգին, ինքը Աստծո մաքուր նվիրյալ է։ Եվ ոչ մի ոչ աստվածային բան ինքը չի ընդունի։
Ամբողջ Բաղավատամի ընթացքում ինչքան մենք շփվենք Տեր Բրահմայի հետ, հա, այդ մշտական մեր փափուկ այդ լավ վերաբերմունքը իր հանդեպ ավելանալու է։ Եվ մենք այսպես ֆիզիկապես ենք զգալու այդ բարերի համն ու հոտը, երբ որ կասեն այդ պապը, հասկանում եք, այդ տիեզերքի պապը, որը ամենաբանականն է, ամենաիմաստունը, չէ՞, եւ այստեղ ինչ ասպես, եւ ինքը ձեռք բերեց ճգնավորներից մեծագույնի համբավը։ Հա? Այսինքն, որ բանականության հիմքի վրա կենթանի էակը այն ղեկավարումը, որ ինքը կարող է ունենալ բանականության հիմքի վրա, այսինքն արժեքային համակարգի ազդեցության տակ, չէ՞, այդ ճգնությունները իրանք միշտ կայանում են եւ միշտ կենթանի էակին բերում են մեծ եւ բարի համբավ։ Սա էր այդ տեքստի, իմաստերից մեկը, այսպես ասենք, հա, համենայն դեպս այն իմաստներից, որը մեզ այս պահին հետաքրքիր է։ Բրահմայի կատարած ճգնությունը, շարունակում է Շուկադևը Գոսվամին, մեծ բավականություն պատճառեց տիրոջ ազնվորությանը։ Ուստի Տերը նրան ցույց տվեց իր բնակավայրը, Վայկունթան, մոլորակներից բարձրագույնը։ Տիրոջ այս տրանսցենդենտալ բնակավայրին երկրպագում են բոլոր նրանք, ովքեր գիտակցել են իրենց եւ ազատվել են պատրանքային գոյության տառապանքներից ու վախերից։ Ուրեմն սա մենք արդեն ձեզ հետ խոսացել զրուցեցինք անցյալ անգամ, հա, որ երբ որ Տեր Բրահմանի ճգնություններ սկսեց անել, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը մնաց գոհ, եւ որովհետեւ ինքը այդ Տեր Բրահման, որի մասին մենք խոսում ենք, ինքը հոգեվոր աշխարհում ծառայողական տրամադրությունների մեջ է գտնվում, այսինքն ծառայողական տրամադրություններով ընկեր է։ Ինքը դեռ հեսա որ կսկսի աղոթել, մենք կհասկանանք, թե որտեղից ենք մենք հասկանում, որ ինքը Գերագույն Ազնվորության հետ ընկերական հարաբերությունների մեջ է, բայց սա շատ տարօրինակ համադրում է, որտեղ ինքը ընկերական հարաբերությունների մեջ է Գերագույն Աստծո Ազնվորության հզորության ասպեկտի հետ։ Հա, հզորության ասպեկտի հետ ընկերական հարաբերություններ ունենալը պրակտիկորեն հնարավոր չի, բայց մենք դեռ կտեսնենք, թե ասելով այդպես ինչ նկատի ունեն։ Հիմա այս պահին ուղղակի նշենք, որ դա պատահական չէր, որ Գերագույն Աստծո ազնվորությունը իրան ցույց տվեց հենց Վայկունթաները, այսինքն հենց այն ռեգիոնները, որտեղ ապրում են այն կենդանիները, որոնք իրենք ուրեմն երկրպագում են Գերագույն Աստծո ազնվորության հզորությանը, այսինքն իրենք սիրում են Աստծո հզորությունը տեսնել։ Եվ հիմա սկսվում է այն, ինչը որ արիացիների առավելություններն են։ Շուկադևը Գոսվամին նկարագրում է այդ Վայկունթը։ Ինքը ասեց, որ այդտեղ ապրում են բոլոր նրանք, ովքեր գիտակցել են իրենց, այսինքն իրենք վերականգնել են իրենց հոգևոր մարմինը եւ ազատվել են պատրանքային գոյության տառապանքներից եւ վախերից։ Նյութական աշխարհում ապրում են, կամ նյութական աշխարհը ինքը արիացիների կողմից հայտարարվում է որպես պատրանքային աշխարհ։ Եվ պատրանքային աշխարհ շատերը ընկալում են այդպես, որ իրականում արիացիները իրենք նկատի ունեն, որ նյութական աշխարհը չկա։ Բայց երբ որ իրանք ասում են իլյուզիայի աշխարհ, դա ոչ թե նշանակում է, որ ինքը աշխարհը չկա։ Դա նշանակում է, որ ինքը ցույց է տալիս, ինքը կա, բայց ինքը ցույց է տալիս մի բան, որը չկա։ Որն է այդ բանը, որն է իլյուզիան։ Դա այն է, որ կենդանի էակները իրենք Գերագույն Աստծո ազնվորության անբաժանելի մասնիկներն են։ Իսկ նյութական էներգիան ինքը ցույց է տալի, որ Աստված չկա, իսկ կենդանի էակները անկախ են։
ծոկանքից, այսինքն իրենց վրա ծանրացած կամք չկա, դա միայն նյութական աշխարհի օրենքները, որտեղ կենդանի է մնում նա, ով ավելի ուժեղ է։ Բախտդ բերեց, գենետիկատ լավն է, կենդանի կմնաս, բախտդ չբերեց, գենետիկատ վատն է, քեզ կխժռեն։ Բախտդ բերեց, գենետիկան լավն է, բայց բախտդ չբերեց, քո հետ ինչ-որ մի բան կատարվեց, օրինակ ոտքդ կոտրեցիր, քեզ շակալները կուտեն, եթե նույնիսկ դու առյուծ ես։ Եվ վերջ, սա է բնության օրենքները։ Այս օրենքները, այսինքն բնության դաժանությունը կենդանի էակների նյութական մարմինների հանդեպ, ինքը ներշնչում է վախ, և բերում է իր հետ տառապանքներ։ Եթե մենք նայում ենք կենդանական աշխարհին, մենք տեսնում ենք, որ ամեն մի կենդանի ինքը անսահման մենակ է։ Այո, լինում են հատուկենտ այնպիսի դեպքեր, երբ որ կենդանիները ինչ-որ յուրահատուկ այլ որակներ են ցույց տալիս, հատկապես այս վերջերս, չէ՞, չեք նկատել, որ կամ նոր են մարդիկ հայտնաբերել, ասենք, այն հանգամանքը, որ միշտ հեռախոսներ կա մոտները, բան եւ օրինակ ես երբեք չեմ մոռանա, այդ լինիվիցը, այդ որ այսպես դանդաղ է շարժվում, այդ կենդանին, որը ինքը Զվերապոլիս մուլտֆիլմի հերոսներից մեկն է, չէ՞, դանդաղ շարժվող կենդանիները լինիվից կոչվում է հայերեն, չգիտեմ էլի ոնց է։ Ուրեմն փողոցով, շոսեյով այսպես գնում են մեքենաները եւ այդ կենդանին ինքը ինչ-որ մի ձևի հայտնվել է այդպես, ուզում է փողոցն անցնի եւ ինքը այսպես շատ դանդաղ է քայլում, ինքը ծառերի վրա ապրող է, սովորաբար ներքև չի իջնում։ Եվ ուրեմն տեսնում եմ մնացել է այդտեղ, մեքենան գալի կանգնում է, վիդեո ռեգիստրատորը ինքը նկարում է այդ ամեն ինչը։ Վարորդը իջնում է, վերցնում է այդ լինիվիցին, անցկացնում է փողոցը եւ դնում է ծառի վրա։ Ինքը շուռ է գնում, որ գնա, այդ լինիվիցը այսպես իր ձեռքը երկարացնում է, այդ վարորդի այսպես շապիկից այսպես բռնում եւ սկսում է քաշել դեպի իրան։ Վարորդը ինքը զարմացած հետ է նայում, ուրեմն այս լինիվիցը իրան այսպես ձեռքը այսպես վզի վրա է գցում, քաշում դեպի իրան, մի հատ պինդ գրկում է, ժպտում ու բաց թողնում։ Այդպիսի բաներ են լինում, որ այսպես մնում է զարմացած, թե ընդհանրապես կենդանին իրեն մեկ-մեկ, գիտեք, այդպիսի ռոլիկների տակը հաճախ մարդիկ գրում են մարդկանց հետ ապրելով կենդանիները դարձան մարդ, իսկ մարդը այդպես էլ կենդանուց չկարողացավ մարդ դառնա, եւ այդպես ինչ-որ բաներ կան, բայց հիմնականում, չէ, կենդանիները իրենք բացարձակ միայնակ են եւ ամեն մեկի կենդանի մնալու բանը, ձիրքը կախված է միայն իրանից։ Եվ всё, սա է նյութական աշխարհի կարևորագույն օրենքը, չէ՞։ Եվ այդ օրենքը ինքը լիքը տառապանք է բերում, լիքը վախեր է բերում, կենդանիակները մշտական պիտի վախենան իրարից, որովհետև բոլորը գիշատիչ են, եւ երբ կոպիտ պլանի վրա, երբ նուրբ պլանի վրա, բոլորը, չգիտեմ այդ խոսքը խիշնիկ, գիշատիչ են, իրար հոշոտող, եւ մշտական պիտի ինչ-որ մի հատ ներքինից այսպիսի մի հատ բան ունենաս, եւ դա է պատճառը, որ հատկապես աստվածամերժության դարաշրջանում նրանք, ովքեր որ բարի բնություն ունեն, հենց որ այսպես թուլանում են, որ բարիություն արտահայտեն, ինչ են ստանում, բոլորն էլ այդպիսի մարդիկ իրանք գիտեն իրանք ինչ են ստանում։ Հասկանում եք, չէ՞ սիրելիներս։ Ուրեմն սրա մասին է խոսում Շուկադևը Գոսվամին, որ այդ ռեգիոնները իրանք այդ անձնավորությունները, որոնք իրանք հայտնվում են այդտեղ, իրանք իրականացրել են իրանց որպես հոգի, եւ ազատվել են եւ նյութական տառապանքներից եւ նյութական վախերից։ Շուկադևը Գոսվամին շարունակում է.
Նյութական տգիտության ու կրքի գունաների ազդեցությունը չի տարածվում տիրոջ այս բնակարանի վրա։ Ցածր գունաները երբեք չեն աղտոտում այնտեղ տիրող առաքինությունը։ Այս կացարանը նույնիսկ ենթակա չէ ժամանակի ազդեցությանը, էլ չեմ խոսում պատրանքային արտաքին էներգիայի մասին, որի համար փակ է մուտքը տրանսցենդենտալ տիրույթ։ Այնտեղ ապրող տիրոջ նվիրալներին հարգում են թե կիսաստվածները, թե դեմոնները։ Ուրեմն սկսենք վերջից։ Տեքստը ինքը խոսեց նյութական աշխարհի երկակիության մասին։ Սա միշտ փիլիսոփաների, ուրեմն մտորումների եւ բաների ոչ թե վեճերի, այլ քննարկումների խիստ առարկա է։ Ինչ է նշանակում նյութական աշխարհում կա չար եւ կա բարիք։ Կարող ենք արդյոք մենք ասել, որ եթե կա չարիքը, ուրեմն կա դրա անհրաժեշտությունը։ Կան մարդիկ, որոնք իրենք խոսում են նրա մասին, օրինակ իմ քերին, չէ՞, ինքը միշտ ասում էր, որ իր համար Իուդան, հայերեն չգիտեմ ոնց է, իր անունը Իուդան, որը ինքը վաճառեց Հիսուսին, ինքը Հիսուսի ամենալավ նվիրյալն է, ամենալավ աշակերտն է, որովհետև վերցրել է իր վրա ամենածանր դերը։ Այսինքն ինքը գնում էր այդ ելակետից, ինչ որ ասում են վեդաները, որ գերագույն Աստծո անձնավորության, ընդհանրապես տրանսցենդենտալ, հələ կենցաղայակները մի քիչ խնդրահարույց է, բայց գերագույն Աստծո անձնավորությունը, երբ որ գալիս է նյութական աշխարհ, իր գործողությունների բոլոր մասնակիցները մաքուր նվիրալներ են։ Եվ այդ մաքուր նվիրալները գալով նյութական աշխարհ բնականաբար ստիպված են լինում վերցնել իրաց վրա երկու տեսակի դերեր՝ դրական եւ բացասական։ Հա, եւ ինքը ուղղակի որպես ազնվորություն ավելի բարձր էր գնահատում այն հոգիներին, որոնք լինելով մաքուր հոգիներ եւ գալով գերագույն Աստծո ազնվորության հետ նյութական աշխարհ, որպեսզի ինչ որ բան ցուցադրեն, պատրաստական են լինում վերցնել իրենց վրա բացասական դերերը։ Բhagavad Gita-ի 14-րդ գլխում վերջի տեքստերում Տեր Շրի Կրիշնան, երբ որ կնկարագրի գունաներից ազատ, այսինքն գոյավիճակներից ազատ կենդանիակներին, ինքը կասի, այդպիսի կենդանիակները իրենք ազատ են նյութական աշխարհի փառքի եւ անփառունակության ձգտումից, հա, այսինքն իրենք անտարբեր են նյութական աշխարհի եւ փառքի հանդեպ եւ այսինքն այսպես էլի, եթե տնավարի բառերով ասենք, իրանց համար մեկ է նյութական աշխարհը իրանց մասին ինչ է մտածում։ Իրանք եկել են, որ օգնեն Աստծուն, որպեսզի Աստված ինչ որ բան ցուցադրի կամ բացատրի նյութական աշխարհում գտնվող կենդանիակներին, հատկապես նրանց, ովքեր որ գտնվում են հոգևոր զարգացման ընթացքում։ Եվ այդտեղ բացասական դերերը պարտադիր են։ Իսկ իրական բացասական ազնվորությունները չեն կարող մասնակից լինել Աստծո խաղերի մեջ, որովհետև Աստծո հետ կարող են գործ ունենալ միայն եւ միայն իր մաքուր նվիրալները։ Մենք միշտ պետք է հիշենք դա, որ երբ որ գալիս է գերագույն Աստծո անձնավորությունը, բոլոր նրանք, ում հետ որ ինքը շփվում է, դրանք իր մաքուր նվիրալներն են, որոնք իր հետ միասին եկել են հոգևոր աշխարհից, որպեսզի խաղան, կոպիտ ասած, այն ներկայացումը, որը անհրաժեշտ է հոգևոր մարդկանց աջակցելու կամ պաշտպանելու համար։ Եվ օրինակ իմ քերին այդ տրամաբանությամբ գնալով ինքը միշտ ասում էր, որ Իուդան ինքը իրականում Հիսուսի ամենալավ աշակերտն էր, որովհետև ինքը զոհեց իր բարի անունը, որպեսզի խաղա ամենածանր դերը՝ դավաճանինը։
Եվ իրականում այս մտածելակերպը ինքը նույնպես իրավունք ունի ապրել։ Հա, երբ որ մենք խոսում ենք իմինը հոգևորի այդ մեծ անձնավորությունների մասին, ում շուրջ ոչ մի պատահական կենդանիակ այդտեղ չի կարող բան անել, էլի, ընդհանրապես գործել։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն այստեղ ասվեց նրա մասին, որ ուրեմն նյութական աշխարհի բանը նյութական աշխարհի տգիտությունը եւ կրքերը իրանք ազդեցություն չունեն այն բնակավայրերի վրա, որտեղ արդեն ապրում են մաքուր հոգիները։ Հա? Հիմա ուրեմն այդտեղ չի ազդում ժամանակը։ Եվ սա նշանակում է, որ բոլոր այդտեղ ապրող կենդանիակների մարմինը ինքը հավերժ է։ Կներեք։ Հա, ուրեմն ինքը հավերժ է։ Ընդհանրապես կենդանիակի հոգեբանության կարելի ասել 80%-ը գլխի վայր շուռ է գալիս, երբ որ կենդանիակը ինքը ժամանակավոր մարմին ունի կամ հակառակը հավերժ։ Հասկանում եք, սա ինքը ուրեմն շատ կարևոր գաղափար է։ Այսինքն ինչի մասին է այստեղ խոսքը։ Երբ որ կենդանիակը ինքը ունի մարմին, որը ժամանակավոր է, կենդանիակի հոգեբանությունը ինքը հենված է վախի վրա։ Ինչու՞։ Որովհետև ցանկացած ազնվորություն, որը ինքը ինչ-որ մի բացասական վերաբերմունք ունի մեր հանդեպ, ինքը կարող է մեզ ֆիզիկական վնաս տալ։ Երբ որ ես կոնֆլիկտ եմ ունեցել հոգևոր մի կազմակերպության հետ, այսինքն հոգևոր կազմակերպությունը կոնֆլիկտ է ունեցել իմ հետ, ես իրանց հետ կոնֆլիկտ չեմ ունեցել, հակառակը փորձել եմ իրանց օգնել։ Հա, եւ տեսեք, այնտեղ ես առաջի անգամ եմ ֆիզիկապես իրականացրել, լսում ես, գիտես, կարդացած ես, հասկանում ես, սա ուրիշ է, բայց երբ որ ֆիզիկապես իրականացնում ես այդ երևույթը, թե իրականում ասենք դու ինչքան անպաշտպան ես։ Եթե դու զգայուն չես, կամ խելացի չես, որ կարողանաս հասկանաս, թե քո շուրջը ինչ է կատարվում, կամ ուղղակի տեսնես, թե ինչ է կատարվում, ապա քո կյանքը մշտապես մազից է կախված, եթե նույնիսկ քո առաջ կանգնած մարդիկ զենք չունեն իրանց ձեռքը։ Չէ՞, մենակ ես միշտ բերում եմ այդ ժամանակներում ինքը շատ բաներ է եղել, էլի, բայց մի քանի բաներ են եղել, որ կարելի է պատմել։ Ասենք ես եկել եմ դասախոսության, այդ նույն կազմակերպությունը ինձ հրավիրել է դասախոսության, ես եկել եմ դասախոսության, նստել եմ, սկսել եմ պատրաստվել, որ արդեն սկսեմ խոսալ, իմ առաջ դրել են ջուր, խմելու ջուր, որպեսզի այ կոկորդը այդտեղ միշտ դնում են, չէ՞, բանի վրա երբ մարդ խոսում է, դնում են ջուր։ Ուրեմն բերել դրել են ջուր եւ այդ ջրի վրա դրված է սուրբ ծաղիկի տերև, սուրբ բույսի տերև։ Թվում է ով ռիսկ կանի, չէ՞։ Եթե դու այդտեղ գործ ունես հոգևոր մարդկանց հետ, ով ռիսկ կանի այդպիսի բան անի։ Բայց ասեք ես մոտենում էի, որպեսզի նստեմ, այդ պահին հենց այդ ջրի կողքով էի անցնում։ Մի հատ երիտասարդ կին։ Ինքը այսպես արագ իմ կողքով անցնելով, այսպես գլուխը ուղիղ պահած, այն որ չհասկացվի, էլի, որ ինքը իմ հետ է խոսում, ինքը ինձ չդիմեց։ Ինքը ուղղակի կողքովս անցնելով, ասեց՝ «Մատաջարչի այդ ջրին հանկարծ չկպնեք»։ Ու անցավ։ Ես նստած դասախոսություն էի կարդում։ Եվ գիտեք, այդտեղ մի քիչ խաղ եմ արել դրա հետ, որ այդ ջուր դրել էր իմ առաջ, հա։ Ասենք ես հա ձեռքս մեկնում էի, որ ոնց որ թե հիմա ուզում եմ խմեմ, պահում էի բաժակը ձեռքումս ու նայում էի, թե ով է իր շունչը պահում, որ երբ ես կխմեմ այդ բաժակը, հասկացաք, չէ՞։ Հետո այդպես պահում էի, այդ ոգևորված խոսում էի, բաժակը դնում էի նորից ներքև, հա։ Ու այնտեղ հայտնի չի էլի ով տանջես ու վերջում իհարկե չխմեցի։ Կամ ասենք այդպես մի քանի դեպքեր են եղել, երբ որ դա իրականացնում էի, էլի, որ հիմա
մի պահ, բայց երկու տեղ կա, որտեղ հաջողվել էր ինչ-որ ազդեցություն ունենալի վրա։ Ես միշտ վախենալով հետո տարիներով ասում էի, ես մի երկու տեղ կա, որտեղ ես գնացել եմ, եւ մի օր այն հյուրանոցը, հյուրանոց չէ, այն տունը, որտեղ ինձ սենյակ են տվել, որ ես գիշեր եմ, ամբողջ գիշեր ես ոնց որ դժոխքում լինեի։ Այդպիսի բան նույնիսկ չեմ կարող նկարագրեմ, թե երբեք ինչ էր կատարվում, հա? Եվ միտեղ էլ եղել եմ, որտեղ մի հատ այնպիսի էպիզոդ է եղել, որտեղ ես հետո հայտնաբերել եմ, որ 3 օր կա, որ ես այդտեղ եմ եղել, դասախոսություն եմ կարդացել, մարդկանց հետ շփվել եմ, ես ինչ եմ արել, բացարձակ ոչ մի բան չեմ հիշում։ Հասկանում եք, եւ երբ որ ես ինչից դա սկսեց, ես նստեցի, սկսեցի, ասենք, դասախոսություն կարդալ ինչ-որ մի հատ տեքստից, մեկ էլ քննիչները ասեցին, մա ջարդի տեքստը մենք 3 օր առաջ ենք նայել։ Ոնց ես ընդհանրապես չեմ հիշում, որ մենք ինչ-որ ժամանակ է անցել, ես գիտեմ, որ 3 մենք այս տեքստը ենք նայում, այսօր սա ենք նայում։ Ինձ ասում են 3 օր առաջ։ Ես անցնում եմ հաջորդ տեքստին, ասում են, չէ, դա 3 չի, առաջի օրն ենք նայել, իսկ սա էլ 3 ենք նայել։ Բայց ես որտեղ եմ եղել, ինչ եմ արել, ինձ հետ, ինչ են արել։ Հասկանում եք, այդ մարմինը նյութական ինքը ահավոր խոցելի է։ Երբ որ մենք պաշտպանված ենք օրենքով, պաշտպանված ենք ինչ-որ բանով, էլի, ընդունված կյանքի ընթացքով, մենք չենք զգում, բայց նյութական մարմինը ինքը խոցելի է։ Եվ եթե հանկարծ Աստված ոչ անի, ինչ-որ մեկը կենտրոնանում է մեր վրա թշնամանքով, մեր ազգին չի, որ ես պիտի բացատրեմ, ինչ է նշանակում, երբ որ ինչ-որ մեկը քո վրա կենտրոնացած է թշնամանքով, չէ՞։ Ինքը կարող է քեզ վնասի։ Ընդհուպ մինչև ոչնչացնելը։ Հասկանում եք։ Չեմ կարծում, որ այնտեղ նպատակ կար ինձ ոչնչացնելու։ Այնտեղ նպատակ կար անել այնպես, որ ես ինձ պահեմ խելագարի նման, որպեսզի հնարավոր լինի ասել, որ այն ամեն ինչ, որ ինքը խոսում է, դա ծնորք է։ Հիմա, երբ որ մարմինը ինքը հավերժ է, հավերժ մարմնի հետ ոչ մի բան հնարավոր չի անել։ Ինչ էր ասում Տեր Քրիստոս Բhagavad Gita-ում։ Ինքը ասում էր, հոգուն չի կա, հնարավոր չի վնասել։ Իրան հնարավոր չի վառել, իրան հնարավոր չի կիսել, իրան հնարավոր չի թրջել, իր հետ ոչ մի բան հնարավոր չի անել։ Հա? Եվ դրա համար կենդանիակը ինքը ոչ մեկից չի վախենում։ Այսպես է վախը դուրս գալիս, էլի, որտեվ ցանկացած կենդանիակ, եթե նույնիսկ ինքը ինչ-որ թշնամանք զգա, հələ այս պահին չենք խոսում, որ հենց որ թշնամանք է զգում գերագույնացնու անձնավորությունը այդպիսի կենդանիակին անմիջապես ուղարկում են նյութական աշխարհ։ Բայց եթե նույնիսկ ինքը մնար հոգևոր աշխարհում, հոգեբանական անհանգստություններից բացի, ուրիշ ոչ մի անհանգստություն այդպիսի անձնավորությունները չէին կարող պատճառել հոգևոր աշխարհում ապրողներին, որտեղ իրենց մարմինը հավերժ է եւ երիտասարդ։ Այսինքն այդ մարմինը ինքը նախատեսված է վայելելու համար, երանության մեջ լինելու համար։ Դա է կամեցել գերագույն Աստծո անձնավորությունը։ Իսկ մենք ի հակառակ դրան կամեցել ենք ունենանք ժամանակավոր մարմին, որի դերը կլինի ավելի բարձր, քան այն դերը, որը մենք ունենք մեր հավերժ մարմնի մեջ։ Եվ այսպես ուրեմն արիացիները իրենք խոսում են նրա մասին, որ հոգևոր մարմինը եւ նրա կացարանը այնտեղ չկա ժամանակ։ Եվ Շուկադեվը Գոսվամին ասեց, «Էլ չեմ խոսում պատրանքային արտաքին էներգիայի մասին, որի մուտքը անգամ փակ է տրանսցենդենտալ տիրույթի։ Այդ տրանսցենդենտալ տիրույթը ինքը այդ մուտքը դեպի այդ աշխարհ փակ է պատրանքային արտաքին էներգիայի համար»։ Ինչի մասն է այստեղ խոսքը։ Էությունը ինքը այստեղ շատ կարևոր է։ Տեսեք,
Մենք ձեզ հետ արդեն խոսել ենք դրա մասին, որ արիացիները իրենք պնդում են, որ նյութական աշխարհը ինքը գտնվում է այն էներգիայի ազդեցության տակ, որը կոչվում է արտաքին։ Հոգևոր աշխարհը ինքը գտնվում է այն էներգիայի ազդեցության տակ, որը կոչվում է ներքին։ Եվ սա նշանակում է, որ նյութական էներգիան, այսինքն ինքը այս էներգիան, որից պատրաստված է նյութը ինքը, հա, որից պատրաստված է նյութական աշխարհը, ինքը թաքցնում է կենդանի էակից ներքին էությունը այս աշխարհի։ Այսինքն ո՞րն է այդ ներքին էությունը, որ աշխարհը արարել է Աստված։ Ինքը արարել է, բայց իրան ոչ մեկ չի տեսնում։ Ինքը արարել է, բայց իր ներկայությունը կարելի է միայն հասկանալ բանականության միջոցով, հատկապես աստվածաբեժության դարաշրջանում։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն արտաքին էներգիա դա նշանակում է մենք նայում ենք իրար եւ չենք կարողանում ընկալել իրար ներսը։ Դրա համար արիացիները իրենք այդպիսի բան կա էլի, որ օրինակ արիական քաղաքակրթության մեջ, չէ՞, այդ կայսրության մեջ ապրող հոգևոր կենդանի էակների մեծ մասը, այսպես ասեմ, բոլորը պայծառատես էին։ Հասկանում եք։ Այսինքն այնտեղ ոչ մեկից հնարավոր չէր թաքցնել։ Եվ եթե ես վատ եմ մտածում ձեր մասին, ես այդպիսի հնարավորություն չունեի, որ գայի, ժպտայի, ձևացնեի, որ ես ընկեր եմ, գրկեի ձեզ, ես իմիջ անեի, ու հենց այդ գրկելու ժամանակ հացի մեջ մի հատ զիբիլ լցնեի, որ դուք թունավորվեք։ Այդ դա հնարավոր չէր, որովհետև բոլորը գիտակցում էին, որ դիմացինը ինքը նայում է եւ ամեն ինչ հասկանում է, ինքը գիտի իր մտքերը, գիտի իր զգացմունքները, գիտի իր պլանները, ամեն ինչը պարզ տեսնում է, այնպես ինչպես տեսնում է հակի հագուստը։ Այսինքն ստի եւ կեղծիքի ճանապարհը ինքը փակ է։ Հասկանում եք։ Եվ երբ որ սկսվում է աստվածամեժության դարաշրջանը, կենդանի էակից մարդուց հատուկ խլում են այդ 6-րդ զգայարանը։ Ինչու՞, որտեղ սա կեղծիքի դարաշրջանն է։ Եվ կեղծիքի դարաշրջան մենք հիշում ենք Կալի մարմնավոր ժամանակ նայեցինք, չէ՞, որտեղ թես այդպես էլ ասպես, չէ՞, որ նա արքայի շորերով էր, բայց շուդրայի հոգեբանությամբ, շուդրայի որակներով։ Եվ ջարդում էր կրոնականության ոտքերը։ Հասկացաք։ Ուրեմն այդ դա է, որ հատկապես աստվածամեժության դարաշրջանում կենդանիակները նայում են իրար եւ շատ դժվար է կռահել, թե քո դիմացինը ընդհանրապես ինչ մտադրություններով է եկել քո կյանք։ Հասկանում եք, սիրելիներս, սրանք շատ բարդ եւ շատ իրականում շատ խորը եւ շատ կարևոր թեմաներ են, չէ՞։ Եվ հիմա ինքը ասում է, որ Շուկադևը Գոսվամին ասում է, կա ինչ-որ մի հատ աշխարհ, որտեղ այդ էներգիայի ազդեցությունը, որը թաքցնում է ճշմարտությունը, այնտեղ այդպիսի էներգիա չկա։ Այնտեղ ճշմարտությունը հասանելի է բոլորին։ Եվ այդ ճշմարտությունը կայանում է նրանում, որ ամեն ինչի հիմքը Աստված է։ Եվ հենց այդ աշխարհն է կոչվում հոգևոր։ Համար, տեսեք, բայց այն բառերը, որ իրանք օգտագործում են, արտաքին էներգիայի ազդեցությունը չկա։ Հասկանում եք, չէ՞, ինչքան իմաստություն կա այդ բառերի մեջ։ Ինչքան խորություն կա այդտեղ, ինչքան հասկացողություն կա ընդհանրապես, թե ինչ էներգիա է ազդում նյութական աշխարհում եւ ինչ էներգիա է ազդում հոգեվոր աշխարհում։ Հա? Հիմա եւ այնտեղ ապրող տիրոջ նվիրալներին հարգում են թե կիսաստվածները եւ թե դեմոնները։ Հա, ուրեմն այդ, ինչից որ մենք սկսեցինք խոսակցությունը, որ նյութական աշխարհը ինքը երկակիության աշխարհ է։ Եվ նյութական աշխարհում միշտ կա
եղել է եւ լինելու է այդ գաղափարը, որ կա չարիք եւ կա բարիք, եւ կա անհրաժեշտություն հասկանալու որն է չարիքը, իսկ որը բարին։ Հասկանում եք։ Տեսեք օրինակ, չէ՞։ Ասենք մարդը ինքը կարող է նստել, ստեղծել մի քաղաքակրթություն, որը նպաստում է նրան, որ մարդկային հասարակությունը կամ մարդկությունը ինքը շատ ինտենսիվ տեմպերով ավելանա։ Եվ թվում է, որ բոլորը իրենց լավ են զգում, որովհետև քիչ թե շատ բոլորը նորմալ ապրում են, խաղաղ բոլորակի վրա են ապրում դեռ որ, չէ՞։ Հասկանում եք։ Եվ ասեք, այդ ինչ որ այնպիսի բաներ կան, որը իրանք կյանքը դարձնում են, նորմալ, տանելիք։ Եվ թվում է, որ դա բարի է։ Բայց դրա հետ մեկտեղ մեծ ճանապարհ է բացվում արատավոր մարդկանց համար։ Փոխվում են բոլոր արժեքները։ Եվ պարզվում է, որ օրինակ բարոյական ընտանիքի կին, որը իր ամբողջ կյանքում ծառայել է իր ընտանիքին, իրան կարելի է անվանել անուղեղ հավ, իսկ բանին, նշաձողի շուրջ պարողներին, ստրիպտիզորշաներին, հա, պահանջել հարգանք իրանց հանդեպ, որովհետև դա նույնպես աշխատանք է։ Այսա կոչվում է տգիտության գոյավիճակ, երբ որ սևը ներկայացվում է որպես սպիտակ, իսկ սպիտակը որպես սև։ Չէ, եւ տեսեք, այդ էլի որ չի հաջողվում բանանել էլի, այ վերացնել այդ սահմանները։ Աշխարհում կամ տիրում են արատավորները եւ իրանք նսեմացնում են առաքինիներին, կամ տիրում են առաքինիները, հա, եւ իրենք արհամարում են արատավորներին։ Չէ՞։ Արիացիների մոտեցումը մի քիչ այլ էր։ Իրանք ոչ թե արատավորներին պահում էին իրաց հասարակության մեջ, հետո էլ արհամարում։ Ոչ, նրանք ովքեր որ ուզում էին արատավորից դառնան առաքինի, իրանք այդպիսի անձնավորություններին վերցնում էին իրանց հոգատարության տակ եւ սկսում էին զարգացնել։ Երբ որ պարզ էր դառնում, որ կենդանիակը ինքը չի ուզում առաքինի դառնալ, իրան ուղղակի կայսրությունից դուրս էին հրավիրում, ասում էին այդտեղ լիքը ուրիշ քաղաքակրթություններ կան, որտեղ ապրում են նրանք, ովքեր ազատություն են սիրում։ Գնա, ապրի քեզ արժանի միջավայրում։ Վերջ, քո միջավայրում գնա ապրի։ Ինչ գործ ունես դու առաքինիների հետ ընդհանրապես, որ իրանց մեջ ապրես ու իրանց տառապանք պատճառես։ Առաքինիները իրենք արժանի չեն տառապանքի։ Հասկանում եք, այս աշխարհի երկակիությունից չի լինում բրծնել այդ ինյանը, չէ՞, բայց պետք է լինի այդ հավասարակշռությունը։ Եվ ազնվորությունը ինքը իր մեջ կատարյալ է, երբ որ ինքը հասկանում է, որ յութական աշխարհում իրավունք ունեն գոյություն ունենալ եւ սրանք, եւ նրանք։ Այ եթե արատավորներն էլ դա հասկանան, հա, իրականում մարդկային կյանքը ահագին կհեշտանա, որտեղ բոլորը կհասկանան, ուղղակի մի հատ դեմոկրատները իրանք մի հատ սխալ են թույլ տվել։ Դա նա է, որ իրանք համարել են, որ արատավորները եւ առաքինիները պետք է ապրեն իրար հետ եւ հանդուրժեն իրար։ Եվ դա վերջացել է նրանով, որ արատավորները ճնշել են առաքինիներին եւ որպես այդպեսին վերացրել, պրակտիկորեն վերացրել։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։
Իսկ ընդհանրապես, չէ, այդ գաղափարը, այս է, արիացիների հետ, ինդիանի հետ իրականում բան չի էլի, այստեղից եկած է։ Այդ գաղափարը, որ այդ երկու սկզբունքները պետք է լինեն հավասարակշիռ վիճակում, որովհետև այո, նյութական աշխարհը եւ նրանց համար է նախատեսված, ովքեր դեռ են գնում են եւ գնալով ավելի ու ավելի արատավոր բնություն են ձեռք բերում, չէ՞։ Եվ նրանցով, ովքեր որ արդեն բարձանում են։ Եվ եթե այդտեղ կա հակամարտություն, այսինքն արատավորները խանգարում են առաքինիներին, առաքինիները փորձում են խանգարել արատավորներին եւ պատերազմում են իրար հետ, իրար ոչնչացնելու համար։ Այդ դա է, որ սարքում է նյութական աշխարհի կյանքը անտանելի։ Բայց եթե արատավորները եւ առաքինիները կարողանան հանդուրժել միմյանց, ոչ թե այն տեսանկյունից, որ իրար հետ ապրեն։ Իրար հետ ապրելը դա ոչ մի խնդիր չի լուծում։ Իրար հետ ապրելով օգուտ են ստանում միայն արատավորները, որտեղ կարողանում են առաքինիներին շահագործել եւ տառապանք պատճառել։ Հասկանում եք։ Այ որ ամեն մեկը ունի իր տարածքը։ Կոպիտ ասած իր պետությունը։ Այդ ժամանակ նրանք հավաքվում են այստեղ, նրանք համակվում են այստեղ, հանգիստ իրաց համար ապրում են։ Բայց նյութական աշխարհում այդպես չի լինում, որովհետև կենթանիակների հիմքը դա նախանձն է։ Դա նշանակում է, որ հենց որ ինչ որ մեկը մի քիչ ավելի ձեռքբերումներ ունի, նա ում ձեռքբերումներս ավելի պակաս է, նախանձում է եւ թշնամանքով գալիս է վերացնելու եւ խլելու։ Ու վերջ։ Եվ դա կոչվում է երկակիություն։ Եվ Շուկադևը Գոսվամին ինքը հիմա շատ հետաքրքիր մի հոգեբանություն ասեց։ Այդ տեսեք, նյութական աշխարհում առաքինիները եւ արատավորները իրար հետ մշտական հակամարտության մեջ են։ Իրանք իրար նախանձում են։ Իսկ Վայկութայի ապրողներին հարգում։ Այսինքն նրանց հարգում են եւ արատավորները եւ առաքինիները։ Սա հոգեբանության տեսանկյունից ահա որ հետաքրքիր պնդում է։ Ինչ է նշանակում։ Արատավորը չի կարողանում հարգել առաքինին, այլ նախանձում է նրան եւ շատ հաճախ պատերազմով գալիս է, որպեսզի առաքինի ձեռքից խլի իր ձեռքբերումները, իսկ հոգևոր աշխարհում ապրողներին հարգում է։ Ես ինչ պնդում էր ընդհանրապես։ Ես դες ուրեմն խնդրում եմ, որ այդ հարցի շուրջ մի քիչ մտածեք, իսկ մենք այդ հարցը կքննարկենք վաղը։ Հասկանում եք։ Եվ ինձ համար շատ հետաքրքիր է, թե ասենք դուք ինչ եզրակացությունների կգաք, շատ շնորհակալ կլինեմ, եթե կոմենտերում ձեր եզրակացությունները գրեք։ Եվ այսօր այսքանը։ Սիրելիներս, ստեսություն ձեզ։